Ինժեներական քաղաքում Integral Solutions ընկերության նոր շենքի հիմքում դրվող այս հուշապատիճը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի նոր հավակնություններն է խորհրդանշում։ Հայկական Ինտեգրալ ընկերությունը զբաղվում է կիսահաղորդիչների, չիպերի նախագծմամբ եւ վերիֆիկացմամբ։ Նոր կենտրոնում կտեղադրվի Siemens-ի հատուկ սուպերհամակարգիչ էմուլյատոր, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Այն հնարավորություն կտա հայկական նախագծվող չիպերը վերիֆիկացնել այստեղ, մինչև արտադրության փուլ հասնելը։ Մինչ այս նման աշխատանքների համար հայկական ընկերությունները ստիպված էին օգտվել արտասահմանյան ենթակառուցվածքներից։ Ոլորտի մասնագետների խոսքով չիպերի ստեղծման ամենաբարդ եւ ծախսատար փուլերից մեկը հենց վերիֆիկացիան է։ Այդ գործընթացը երբեմն զբաղեցնում է նախագծման ամբողջ ժամանակի եւ բյուջեի շուրջ 80%-ը։ Նոր համակարգը թույլ կտա դեռ վիրտուալ միջավայրում հայտնաբերել հնարավոր սխալները, ստուգել արդյոք չիպը կատարում է այն, ինչ պետք է, ապա նախագիծն ուղարկել արտադրության։ Մենք հնարավորություն ենք տալիս, որ ներքին շուկայում լինեն պատվերներ եւ բնականաբար մեր հիմնական թիրախը արտերկրից խոշոր ընկերությունների հետ աշխատանքն է, բայց չեմ բացառում, որ նաև Հայաստանից կլինեն պատվերներ։ Մեր գերնպատակն է, որ մեր ոլորտը մեր միջոցով, մեր ենթակառուցվածքների ստեղծված ենթակառուցվածքների միջոցով զարգանա, հնարավորինս շատ ստարտափեր ստեղծվեն հայկական ինքնությամբ։ Ընկերությունը վստահեցնում է, նպատակը միայն սեփական նախագծերը զարգացնելը չէ։ Ստեղծվող ենթակառուցվածքը նախատեսվում է օգտագործել նաև կրթական ծրագրերի համար, ինչպես նաև հայկական նոր ինժեներական թիմերի եւ ստարտափների զարգացման նպատակով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախագիծը դիտարկում է ավելի լայն ռազմավարության շրջանակում։ Նախարար Մխիթար Հայրապետյանի կարծիքով վերջին տարիներին Հայաստանը փորձում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միայն ծառայություններ մատուցելուց անցնել սեփական տեխնոլոգիական արտադրանքը ստեղծելուն։ Ինտեգրալ ընկերությունը եւ նմանատիպ ընկերությունները, որոնք ներգրավված են կիսահաղորդչային ոլորտում կամ չիպերի ինդուստրիայում, լավագույնս հենց տեղավորվում են այս փիլիսոփայության, այս տրամաբանության մեջ։ Ինտեգրալի նման ընկերությունները դրանք մաքուր հայկական ինժեներական ընկերություններ են, որոնք Հայաստանում ձևավորելով ինժեներական կարողունակություններ ձևավորում են թիմեր, որոնք չիպերի նախագծման, թեստավորման եւ վավերացման կամ վալիդացիայի այս ողջ արժեշղթայում հավելյալ արժեք են ստեղծում հայաստանյան տնտեսության համար։ Կենտրոնի ամբողջական գործարկումից հետո այստեղ 300-ից 400 մասնագետ կաշխատի։ Նախաձեռնության հեղինակները համոզված են, նման կենտրոնների ձևավորումը կարող է Հայաստանը դարձնել կիսահաղորդիչների նախագծման տարածաշրջանային հաբ, խթանելով միկրոէլեկտրոնիկայի եւ արհեստական բանականության զարգացումը։